Մեր համար սոցիալիստական տնտեսավարումը դա սոցիալական շուկայական մոդելի ամբողջական իրագործումն է, իսկ սա նշանակում է, որ ոչ թե ամեն ինչ պետք է որոշի շուկան, այլ շուկան ամեն իր վարքագծով պետք է ծառայի հասարակությանը, պետությանը եւ մարդ անհատին ու իր ընտանիքին։ Այնքանով որքանով շուկան ծառայում է, նա ազատ է կարգավորումից, այնքանով որքանով խեղաթյուրում է եւ չի նպաստում պետության կարգավորիչ դերը, մասնակցային դերը պետք է բարձրացվի։ Շուկան պետք է շնչի, բայց շուկայի շնչառությունը չպետք է ոչ միայն դադարեցվի, այլ նաեւ չպետք է այնքան շատ կուլ տա օդ, որ հետո վիրուսներ արտադրի օրգանիզմում, ինչ արտահայտում է տվյալ դեպքում տնտեսության խեղաթյուրումներով։ Գլխավոր տնտեսական քաղաքականությունը պետք է միտված լինի մեր առաջարկների համաձայն զբաղվածության ապահովմանը, իր եկամտաստեղծ տարբեր դրսևորումներով, բնեն աշխատատեղերի տեսքով կամ ոչ աշխատանքային, բայց օրինական եկամուտների, ինչպիսին օրինակ ներդրումներից ստացվող կամ ակնկալվող եկամուտներ են դիվիդենտների, տոկոսների տեսքով եւ նաեւ հանրությանը առավել շատ բարիք, հանրային բարիքի ստեղծման գործում ներգրավելու ծրագրեր իրականացնելու առումով։ Ազգային կոնգրեսի համար մի քիչ ավելի բարդ է, որովհետեւ իսկապես գաղափարական առումով այդտեղ հավաքված են տարբեր գաղափարներ կրող քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ, անհատներ, եւ երբ որ մենք անցյալ տարի 100 քայլ ծրագիրն ենք ներկայացնում, հենց 100 քայլ ծրագիրը դարձավ այդ առումով միավորող բոլոր այդ ուժերին, որովհետեւ այդ 100 քայլ ծրագիր կազմողներս տնտեսական թիմը հիմնականում ազատական գաղափարներ կրողներ էինք, Բագրատյանի գլխավորությամբ, բայց բոլոր դեպքերում մենք կարողացանք համոզել մեր գործընկերներին, մեր քաղաքական համախոհներին, որ այսօր Հայաստանին այս իրավիճակում այսպիսի մի ծրագիր է անհրաժեշտ, որտեղ կարծես թե քաղաքական կողմնորոշումները էական չեն, որովհետև այն խնդիրները, որոնք կան այսօր Հայաստանի տնտեսության առջև կանգնած, կարող են միավորող դառնալ Դաշնակցության, Հայազգային կոնգրեսի, Ժառանգության կամ ազատ դեմոկրատների կամ մեկ որևէ այլ քաղաքական ուժի կողմից, որովհետև այսօր Հայաստանում ամենակարևորը շուկայական տնտեսություն ընդհանրապես հասկացողությունը վերականգնելն է։ Եվ ցանկացածս, որ մենք փորձենք ներկայացնել մեր ծրագրերը, հենց դրան նպատակը դա է լինելու։ Այն ինչի մասին, որ խոսում են սոցիալիստական ուղղվածություն կամ կապիտալիստական կամ չգիտեմ, այլ դա շատ պայմանական է այսօր դարձել, առավելևս այս ճգնաժամի պայմաններում շատ ազատ շուկայական տնտեսություն ունեցող երկրներ դիմում են պետական աջակցության, իսկ ցանկացած պետական աջակցություն դա նշանակում է շուկայի սահմանափակում։ Այլ այս առումով արդեն դժվար է ասել, թե պետությունը որտեղ է գտնում, ազատ շուկան որտեղ է գտնում։ Եվ եթե 3 կամ 4 տարի առաջ խոսեինք պետության դերի մասին, կարող ենք ասել հստակ, որ պետությանը նույնիսկ մի հայտնի այդպիսի հոդված էր կամ գիրք պետության վաղճան այդպիսի մի հոդված կար։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի հերթական հայտնագործությունն է պետության վաղճան, նա կանխատեսում որ պետությունը պետք է վերանա։ Բայց ոնց որ թե առաջ են եկել ամեն ինչից։ Բոլոր դեպքերում ուզում եմ ասել, դա այսօր Հայաստանի Հանրապետության առջև այդպիսի խնդիր դրված չէ։ Եվ որպես խնդիր կոնկրետ Հայազգային կոնգրեսի համար շուկայական տնտեսության վերականգնում է Հայաստանի Հանրապետությունը։ Այսօր Հայաստանում շուկայական տնտեսություն չկա։ Տնտեսական քաղաքականության իրականացման ընդհանրապես բոլոր ուղղությունները կառավարության գործունեության եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության ծրագրային դրույթներում ստեղծված է եւ ներկայացված է զարգացող տնտեսական քաղաքականություն, գործարար միջավայրի ստեղծում, շուկայական տնտեսության եւ ամբողջ մեխանիզմներով հստակ ներկայացված հակամենաշնորհային գործողությունների իրականացում։ Տնտեսական քաղաքականության առումով նորից ենք գտնում կայուն տնտեսական զարգացման ապահովում։ Սա է մեր հիմնական գաղափարախոսությունը։ Ինչպես նաև նախանշված է մեր կառավարության կողմից ներկայացված ծրագրերին համախառն ներքին արդյունքի աճով, արտանետիկ տնտեսության ձևավորմամբ։ Դաշնակցությունը այդ ոլորտներում ընդունեց նախարարությունները, երբ Հայաստանում աղքատությունը 56% էր, Դաշնակցությունը դուրս եկավ կոալիցիայից, ձեզ հանձնելով 26%-անոց աղքատության ցուցանիշ։ Չանցավ 3 տարի։ Ձեզ չկարծեմ քաղաքական մեծամասնությունների մենք էինք։ Ձեզ թողեց իշխանությունը ամբողջությամբ, չանցավ 3 տարի, աղքատությունը պաշտոնապես 35% է, ոչ պաշտոնապես 70%-ից ավելի։ Ուրիշ ցուցանիշներ նշեմ,
2009 թվականի դրությամբ, որ դուրս եկավ արդեն դաշնակցությունը, հիմնական կենսաթոշակը կազմում էր նվազագույն սպառողական զամբյուղի 21%-ը, ներկայումս 18%, աշխատանքային միջին կենսաթոշակը 66%-ներ, ներկայումս 42%-ն է, անապահովության ընտանեկան միջին նպաստի չափը 63% է եղել ՆՍԶ-ի հետ համեմատած սպառողական զամբյուղի, ներկայումս 40%-ն է, քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձը 110%-ներ, ներկայումս 54%-ն է, նվազագույն աշխատավարձը եղել է նվազագույն զամբյուղի 80%-ի չափ, ներկայումս 44%-ն է, միջին աշխատավարձը 273%-ն է, ներկայումս 168%-ն է, ինչ ուղղություններով ասեք կարանք վերենք և ամենաարտահայտիչ դեպքը 21 տարվա ընթացքում անկախ Հայաստանի պատմության մեջ միակ ժամանակահատվածը, երբ Հայաստանը ունեցել է ժողովրդագրական առումով դրական միգրացիոն հոսք 2004-6 թվականներն են, երբ դաշնակցություն կոալիցիայի մեջ է։ Որ դուք ինձ ներկայացնում եք այսպես գունակի, շատ այսպես 2003-ից մինչև 2007 կարծես քաղաքական մեծամասնություն պատասխանատուն, անկախ եթե կոալիցիա էր նորից կազմել, այսօրությամբ ամբողջ քաղաքական պատասխանատվությունը նույնպես Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է, այն ժամանակ էր ելիք։ Եթե մեր հիշողության կարճատև այսպես հետևականորեն ձեր խոնարհածառում այն ժամանակ կառավարությունը որին ներկա կառավարությունը երկուստ գնահատեց։ Դա հարցի երկրորդ կողմն է, հիմա երկուստ գնահատեց, թե 12 գնահատեց, ամենահետաքրքրը թողնեն մեկ եւ նրանց փոխհարաբերությունների դաշտում, բայց ես ուզում եմ ասել քաղաքական պատասխանելով գնահատեց։ Քաղաքական հիմա երկուս չի կարող գնահատել։ Ձեր գնահատման մինուս 2 Չէ, մեր գնահատման չէ, ներկա կառավարություն ձեզ տրված գնահատման։ Քո իշխանությունն է, չես կարող ասել։ Դե այս ասում եմ ձեզ, քաղաքական որևէ մեկ դեպքում նախկին կառավարությունը, կառավարության ներկայիս կառավարությունը չի ներկայացրել որպես ձախողված կառավարություն եւ ասել, որ ինքը հանդիսանում է իրավահաջորդ։ Ոչ մի ծրագիր չկա։ Ես պատրաստ եմ բոլորի հետ վիճել, բոլորի հետ քննարկել եւ պատրաստ ենք մեր թիմով ամբողջ կառավարության թիմի հետ այդ հարցը քննարկել, ինչը նշանակում արտահանման միտված տնտեսություն Հայաստանի այսօրվա տնտեսական կառուցվածքով։ Բայց դուք հենց նայեք ինչա նշանակում այսօրվա Հայաստանի տնտեսություն ընդհանրապես, որտեղ պաշտոնապես աշխատողների 50%-ը զբաղված է գյուղատնտեսությամբ, աշխատունակ ազգաբնակչությամբ, տենց ասա, ակտիվ աշխատողների կներեք ավելի ճիշտ։ 500,000 մարդ զբաղված է գյուղատնտեսությամբ, պաշտոնական վիճակագրությամբ։ Մենք ինչ ենք ուզում անել։ Եվ այս խնդիրները քանի տարվա մեջ եւ ինչպես ենք ուզում լուծել։ Այս ձևակերպումները չկա, միջազգային ծրագրերի մեջ էլ չկա։ Կառավարության 2013 թվականի բյուջեի մեջ չկա։ Ես չի ուզում անդրադառնալ այդ ամեն ինչին։ Ես ընդհանրապես ուզում եմ որպես խնդիր ձևակերպենք մեզ համար եւ հասկանանք Հայաստանի Հանրապետությունն ինչ է սպասում 2012 եւ հաջորդ տարիներին։ Ես չեմ են գնահատականները տալիս ռիսկային, որոնք տրվել են Համաշխարհային բանկի երկրի գործունեության ռազմավարության ընթացիկ զեկույցի մեջ։ Մենք հարկավոր է սա կարդալ։ Ես չգիտեմ կարդում են, թե չեն կարդում։ Ես գիտեմ, որ սրա համար լուրջ գումարներ է ծախսվում։ Եվ այստեղ կան բոլոր այն խնդիրները, որոնք այսօրվա Հայաստանի տնտեսության առջև կանգնած են, նշված են։ Ամենամեծը Հայաստանի միակողմանի կախվածությունը։ Ինքը Հայաստանի տնտեսությունը ներքին տրամաբանություն զարգացման չունի։ Եվ որ ասում եք տնտեսական զարգացման քաղաքականություն, ես չեմ հասկանում դա ինչ է նշանակում։ Ես չեմ համարում անգրագետ մարդ, հատկապես տնտեսագիտության մեջ, որ չեմ հասկանում։ Ես բավականին գրագետ եւ բավականին փորձ ունեմ այս բնակավարում, ես կուզեի հասկանալ։ Միջազգային մի խնդիր կա նաեւ Ռուսաստանում։ Բայց մի մեծ առավելություն ունի Ռուսաստանը, որ ունի նավթ։ Մեր առավելությունը մեկն է, որ մենք ունենք արտագաղթ։ Դա ես չեմ գնահատական տալիս, դա իշխանության գնահատականն է, որով հպարտանում են նաեւ իշխանության ներկայացուցիչները։ Եվ այդ արտագաղթի արդյունքում մենք ունենում ենք 1 միլիարդ 200 միլիոն կամ 1 միլիարդ 300 միլիոն մուտքեր։